Բարոձես, այսօր կսկսենք հետևյալ խնդրից, մի 5-ից 10 րոպե բոլորիդ, որ մտածեք մի հատ խնդիրը։ Լիլի լուծացիր։ Այո, ընկեր Դիլանյան, իսկ մի հատ հարց, Մակարը ինքը ավտոմեքենայով է գնացել, Չէ, ոտքով։ այսինքն ոնց 10 մետր րոպե, օրինակ ամենակչի համար, Մի րոպեում 10 մետր կարող անցնի օրինակ։ բայց այդ դեպքում եթե ինքը ոտքով է լինում, ըստ ինձ ճիշտ չի պատկերված ուղղանկյունների բարձրությունը, որովհետև ինքը չի կարա միանգամից 100 մի րոպեում 110 մետր րոպե գնա ու միանգամից իջնի ձեր։ Բայց ով ասել որ հաստատում է։ Իսկ միայն հաստատում ոչ միայն վերջի երկուսն է գնացել, այլ նաև 6-րդ, 7-րդ, 8-րդն է հաստատում գնացել ու առաջին երկրորդը։ Հաստատուն արագություն։ Նայեք, օրինակ, մի հատ այդ խնդիրը եկեք հասկանանք, այս հիստոգրամի իրականում ինչ է։ Նկարած է, թե ամեն սյունակ ցույց է տալիս, թե կոնկրետ այդ րոպեի ընթացքում մակարը քանի մետր է անցել։ Տեղ մետրը գրած չի, բայց հավանաբար մետր պիտի լինի, բայց այդքան էական չի, եկեք պայմանավորվենք մետրը ուղղակի։ Հիմա նշված է, որ առաջին րոպեի ընթացքում մակարը գնացել է 80 մետր։ Հետո երկրորդ րոպեի ընթացքում էլ 80 մետր էլի գնացել է։ Երրորդ րոպեի ընթացքում արդեն գնացել է 110 մետր։ Իսկ այդ չորրորդ րոպեի ընթացքում ոչ մի մետր չի գնացել։ Որտեվ հասել է խանութ, խանութում արդեն ինչ-որ գնումներ է անում կամ հերթի մեջ է։ Այս ամեն սյունակը ցույց է տալիս, թե մենակ այդ րոպեի ընթացքում քանի մետր է գնացել։ Պարզեր, Լիլի։ Այո։ Այսինքն եթե 4 ու 5-րդ րոպեներում ինքը խանութ է հասել, եթե տենց պատկերացնենք, դրանից էլ կարանք հաշվենք, թե ընդհանուր ճանապարհը ինչքան է ու ասենք ճիշտ է արդյոք պատկերված ուղղանկյունների բարձրությունը, թե չէ։ 80-80, 160, 160-ին հատած 270, ընդեղ 6-րդ, 7-րդ, 8-րդ րոպեներին գնացել է 180, 9-րդն ու 10-րդը 100, այսինքն 180-ին գումարած 100, 280, այսինքն սխալ է, չէ, հա սխալ է։ Նայեք, այս խնդրի այն ֆայմել ոնց որ մի քիչ պետքա բան գլխի ընկնելու մասային է, որ հասկանանք, որ սկզբում խանութ է գնացել, անցել է այսքան ճանապարհը, հետո այստեղ քանի որ 0 է, այդ իր խանութում եղած ժամանակն է, իսկ այս սրանք իր հետ եկած ճանապարհն է, որտեղ նշված է խանութ գնալու եւ վերադառնալու յուրաքանչյուր րոպեի ընթացքում անցած ճանապարհի հիստոգրամն է։ Այսինքն կարանք ասենք, որ տնից մինչև խանութ հեռավորությունը 80 գումարած 80 գումարած 110 է։ Ճիշտ է։ Լիլի։ Այո։
որն էլ հավասար է 270։ Հետո 4-5 րոպեին խանութում մնալուց հետո արդեն հետ է գալիս։ 6-րդ րոպեին քանի մետր է անցնում, եկեք մի հատ նայենք։ 6-րդ րոպեին 60 մետր է, չէ՞ անցնում։ Նույնձև 7-րդ ու 8-րդ րոպեների ընթացքում։ Հետևաբար, որ այս 3 հատը հանենք, Այդ 3 հատը կլինի 160 մետր։ 180։ 270-ից որ հանենք 60 անգամ 3, կմնա 90 մետր, չէ՞։ Այո։ Հիմա մնացել է 90 մետր, ու այդ 90 մետրը ի՞նչն է։ Լիլի, ինչ ես կարծում։ Այս հիստոգրամի վրա։ Ինչ մի հատ էլ կասեք։ Այս 90 մետրը, որ ստացանք, ինքը ինչ։ Էդի 9-րդ ու այդ վերջի երկու բաների գումարը պետք է ստացվի 90։ Ճիշտ է, այդի այս սրանց ընդհանուր ճանապարհն է, որտեղ հաշվեցինք գնացածը, հետո եկածը հանեցինք այսքան ու կմնա այս վերջի երկությունը։ Այսինքն, այս կարմիրով նշված գտնելու համար պետք է 90-ը բաժանենք 2-ի, ստացվի 45 մետր ամեն սյունակը։ Նույնմա ստուգենք, տենանք երկարությունը ճիշտ է, թե չէ։ Որ սենց ստուգում ենք, ոնց որ թե ամեն ինչ ճիշտ է նկարած։ Իսկ արագությունը կլինի 45 մետր վարկյան։ Ուղղակի, որտև մի րոպեում կանցնի հենց 45 մետր։ Մետր վարկյան։ Այո։ Բա մի րոպեում չի ասնում այդ 45 մետրը։ Մի մետր րոպե, որ գրեցի։ Հիմա արդեն խնդիրը լուծեցինք, եկեք մի հատ ուրիշ հիստոգրամ նկարենք այս խնդրի հիման վրա։ Եկեք նկարենք, օրինակ, ամեն րոպե հետո իրա մակարի հեռավորությունը իրա տնից։ Օրինակ, 0 րոպե հետո, այսինքն ամենասկզբում ինքը 0 հեռավորության վրա է եղել։ 1 րոպե հետո եղել է քանի մետր, 80 մետր։ Եկեք փոքր գրեմ, գծեմ, որ տեղավորվի։ Երկու րոպե հետո որքան կլինի իր հեռավորությունը։ Կլինի 160, որտև առաջին րոպեին գնացել էր 80, երկրորդ րոպեին եւս 80։ Ու համարենք սենց է, ստեղ տունն է, տեղ է խանութը։ Առաջին րոպեին հասավ ստեղ, հետո հասավ ստեղ, հետո երրորդ րոպեին 110 գնալով հասավ խանութ, այսինքն երրորդ րոպեին 3 րոպե հետո
իր հեռավորությունը տնից եղել է 270 270 մետր։ Իսկ 4 րոպե հետո ինչքան է եղել։ 270։ Քանի որ 4 րոպեին դեռ խանութում էր, էլի կլինի 270 մետր ու նույնձև 5 րոպե հետո էլի 270 մետր։ 6-րդ րոպեին արդեն 60-60-60 210 Ինչ է։ 6-րդ րոպեն 210 արդեն։ Դեռ արդեն կլինի 210 հետո 7-րդ րոպեին 150 150 հետո 8-րդ րոպեին 90 հետո մի հատ 45 ու 0, չէ։ Ընկեր Գիլանյան, բա մեր սկզբնական հիստոգրամի վրա 10-ն էլ ինչ որ արժեք չուներ։ 10-ը ուներ 45 էր։ 9 րոպե հետո եղել է 45, հետո 10-րդ րոպեին 45 մետրը 45 մետրով մոտեցել է տանը ու հեռավորությունը դարձել է 0։ Ստեղ 0 է։ Պարզա Հայկ։ Հա, Այս տվյալները օրինակ այս հիստոգրամը գծել է ինքը բանը, եթե մենք ձեռով ուզում ենք այս գծենք, այդքան էլ բան չի, հեշտ չի, այն առումով, որ անդադ պիտի սենց սյունակները գծենք, հետո նշենք իրանց բանը, բարձրությունը ու հիստոգրամը ինքը շատ օգտակար է, երբ որ ուզում ենք տենց տվյալների մասին լավ ինչ-որ պատկեր ունենանք ու եթե ինչ-որ համակարգչով կարում ենք նենց անենք, որ համակարգիչը մեր տեղ հիստոգրամ գծի, այդ լավ է ու հիմնականում հենց տենց էլ օգտագործվում են հիստոգրամները։ Ես օրինակ չեմ հանդիպել, որ ինչ-որ մեկը սկսի ձեռով հիստոգրամ գծել, բացի ինձնից հենց նոր որ գծեցի, ու օրինակ կարելի է այս տվյալները նաև աղյուսակի միջոցով կարգավորված թվազույգով ներկայացնել։ Կարգավորված թվազույգը հիշում եք, չէ՞, ինչ որ ինքը ինչ որ թվազույգ է, որտեղ հերթականությունը կարևոր է։ Այդ հնարկել ենք մեր դասերի ընթացքում ու կարգավորված թվազույգի միջոցով կարանք սենց մի հատ աղյուսակ նկարենք երկու տողանի, որտեղից առաջին տողը կլինի
հեռավորությունը տնից, մյուսները րոպեն։ Ու օրինակ 0-րդ րոպեին եղել է 0, մի րոպե հետո եղել է 80, 2 րոպե հետո 160, 3 րոպե հետո 270, 4 ու 5-րդ րոպեներին դեռ 270 ա եղել, Դա հակառակը պետքա չլինի րոպեները 0, 1, 2, 3, 4, իսկ հեռավորությունը տնից 0, 4։ ճիշտ է, սխալ գրեցի, ստեղ պետքա լինի րոպեները, ստեղ հեռավորությունը տնից մետրով, 6-րդ րոպեին եղել էր 210, հետո 150, հետո 90 և 9 րոպե հետո եղել էր 45 ու 10 րոպե հետո նորից 0, այսինքն վերադարձել էր տուն։ Սա ու սա լրիվ նույն բանն է, չէ, նույն տվյալները ներկայացված են տարբեր ձևերով ու մեկից մյուսը կարաք հանգիստ վերականգնենք։ Ու պարզա, որ օրինակ այս ամեն սյունը իրանից հենց կարգավորված թվազույգ է ներկայացնում, չէ, 0-0-ն ինքը առաջի թվազույգն է, հետո 180, հետո 260 ու սենց շարունակ։ Այսինքն ուղղակի այս աղյուսակը ուզում էի ասել, որ իրանից ներկայացնում է կարգավորված զույգ թվերի։ Հիմա բայց օրինակ եթե ուզում ենք տեսնենք, թե 2.5 րոպե հետո մակարը տնից քանի մետր հեռու է եղել, այդ հարցին պատասխանելու համար այս հիստոգրամին կամ այս աղյուսակին նայելով չենք կարող պատասխանենք, չէ՞։ Հակոբ։ Կներեք նորից կարող եք կրկնել։ Հիմա հարցը հետևյալն է։ Ուզում ենք տեսնենք, թե 2.5 րոպե հետո մակարը քանի մետր հեռավորության վրա է եղել տնից։ Կարանք այս հիստոգրամին կամ աղյուսակին նայելով այդ հարցին պատասխանենք։ Ոչ։ Չենք կարա, որովհետև այդ երկու տեղում էլ նշված է բնական րոպեներ հետո իր հեռավորությունը, չէ՞։ Այո։ Մեկ էլ հիմա եթե ուզում ենք հաշվենք, իրականում կարանք հաշվենք մակարը քանի մետր հեռավորության վրա է եղել։ Չեմ հիշում, խնդրում նշված էր կոնկրետ թե չէ, բայց եկեք համարենք, որ ամեն սյունակում հավասարաչափ արագությամբ է շարժվել, ոչ միայն այս վերջին երկուսը։ Հիմա օրինակ 2.5 րոպե հետո որպեսզի հաշվենք հեռավորությունը տնից, ինչ պիտի անենք, պիտի նախ այս 160-ին 2 րոպե հետո ինքը անցել է 160 ու կես րոպե ու մնում է վերջի կես րոպե, չէ, հաշվենք։ Իսկ վերջի կես րոպեն հաշվելու համար ինչ պիտի անենք։ Այդ երկրորդ սյունակին գումարենք նրա կեսը։ Որը կեսը սրա։ Երկրորդին։ Արի հելը թվերով ասա։ Այսինքն, եթե ինքը մի րոպե անցել է 160 երկրորդ րոպեին,
Գումարենք։ Երկրորդ րոպեին 160 անց է, այլ 2 րոպեում ընդհանուր 160 անց է։ Երկրորդ րոպեին անցել է 80։ Սա է։ Երկրորդ Հա, րոպեին առաջ 2 րոպեվա ընթացքում դրանք տարբեր բաներ են, չէ՞։ հա։ Այսքան պետք է գումարենք 80։ Ինչին գումարես 80։ Այդ 2 րոպեվա անցած ճանապարհին։ Իսկ ինչի ես գումարում 80։ Որովհետև պետք է գտնենք կեսը։ Բայց 2.5 րոպե։ բայց այդ սրա 160-ի կեսը խի ես գտնում։ Նայ, ստեղ էլի բան է։ Օրինակ այս հարցին պատասխանելու համար այս առաջին բանից օգտվելը ավելի հարմար է սկզբնական հիստոգրամից։ Ինքը առաջին րոպեին անցավ 80, չէ։ Ստեղ վրան գրենք։ Հետո երկրորդ րոպեին անցավ էլի 80, 80 պլյուս 80, 2 րոպեում եղավ 160։ Հետո երրորդ րոպեին ինքը գնացել է 110, չէ։ Այս ամբողջը եղել է 110։ Ճիշտ է, Հակոբ։ Այո։ Հիմա ոչ թե այս ամբողջ րոպեն է անցել, այլ այս երրորդ րոպեի կեսն է անցել։ Ուրեմն ինչքան անցած կլինի։ 55։ Պլյուս 55, չէ։ Հա։ Այսինքն կլինի 160 գումարած 55, 215 մետր։ Ընկեր Վաչագան, բայց այն կարող ուղղակի արագությունը հաշվենք իրեն, ու իմանանք 30 վայրկյանով ինչքան կանցնի։ Արագությունը այդ րոպեի որ արագությունը։ Մակարի արագությունը մի րոպեում ինչքան Դա ամեն մետր րոպեում տարբեր է, չէ։ հա, բայց Առաջին րոպեում 80 է, 5-րդ րոպեին 0։ Ոնց է հաշվում արագությունը։ Օրինակ, եկեք մի հատ էլ հաշվենք, թե 7.5 րոպե հետո որտեղ կլինի։ Այսինքն այդ հաշվելու համար ինչ պիտի անենք, Հայկ։ մեր 7-րդ րոպեի անցած ճանապարհին գումարենք 8-րդ րոպեի կես։ Ճիշտ է։ Ну, մինչև 7-րդ րոպե իր հեռավորությունը արդեն հաշվել ենք իրականում 150 է։ 150-ը կլինի մինչև 7 րոպե, 7-րդ րոպեի դրությամբ իրա մի րոպե, չէ, ահա։ Այ 7 րոպե հետո իրա հեռավորությունը տնից։ Հիմա քանի որ ինքը արդեն հետ է գալիս տուն ու կես րոպեում հետ կգա այս սրա կեսի չափով, այսինքն 150-ից պիտի հանենք այս 8-րդ սյան կեսը, այսինքն 30, կլինի 120 մետր։ Ճիշտ է, Հայկ։ Այո։ Հիմա օրինակ սենց կարելի է ամեն պահի համար հարցնել ու գտնել, չէ։ Բայց իրականում կարանք
մի քիչ ուրիշ ձև գծենք ու դրանից արդեն ավելի լավ կերևա հենց ամեն պահի համար իր հեռավորությունը։ Դրա համար եկեք մի հատ այս հիստոգրամը վերցնեմ, մի հատ նոր էջ ավելացնեմ, հիմա եկեք ամեն սյան համար ոչ թե վերցնենք իր սյունը, այդ ամբողջ սյունը նկարենք, այլ վերցնենք այս սյան մեջտեղի ամենաբարձր կետի, այս մեջտեղի կետերը, ասենց ինչ որ կետեր վերցնենք։ Ու այն մնացած սյուները ջնջենք, որ հիմա սյուները ջնջենք, ոչ մի ինֆորմացիա չենք կորցնի, ճիշտ է, որտև կեքսյունները ջնջենք ու սենց ինչ-որ կետագծեր նշենք, որ հասկանանք, թե որը որ կետին է համապատասխանում։ Ոչ մի ինչ-որ ինֆորմացիա չենք կորցրել, չէ՞։ Արեք այս ընթացքում։ Ոչ մի ինֆորմացիա չեն կորցրել, այո։ Հիմա եկեք վերցնենք այս կետերը, որոնք ֆիքսել ենք, իրանց գծով միացնենք։ Ասենց որ գծով միացրեցինք, արդեն որ հարցնեմ օրինակ 3.5 րոպե հետո որտեղ ա եղել, ստեղ կնշենք 3.5-ը, եք սենց նշեմ, որ ու կտեսնենք այս 3.5-ի որ թիվն է համապատասխանում ու կիմանանք, թե որտեղ է եղել։ Կամ օրինակ 5.5 կամ պարտադիր չի, հենց 5.5, ասենք 5 րոպե և 40 վայրկյան։ Էլի կվերցնենք այս կետը, կգտնենք այս սրան համապատասխանող կետը ու կգտնենք իր արժեքը, եթե մեզ պետք է։ Ու սա կոչվում է գրաֆիկ։ Գրաֆիկը ավելի կիրառելի է մեր համար, որտև գծելը հեշտ է ու ավելի շատ ինֆորմացիա է պարունակում իր մեջ։ Ու պարզա, որ ուզենանք գրաֆիկից հիստոգրամը վերականգնենք, կկարանանք, էլի նույն ձև գծերը հետ կջնջենք, մեր ուզած կետերը կվերցնենք ու կնկարենք այդ համապատասխան չափով սյունակները ու կդառնա հիստոգրամ։ Օրինակ 2.5-ը որ հարցրել էի, եթե նայենք, ինքը համարյա 2/10-ին մոտ ինչ-որ թիվ է, իսկ մենք ստացել էինք 2/15։ Այսինքն մեր գծած գրաֆիկը ընդհանուր համապատասխանում է մեր խնդրին ու իր հետ աշխատելը ավելի լավ է, հեշտ է։
Հարց կա այսքանից։ Ոչ։ Ոչ։ Դե եկեք մի քանի խնդիր եմ ընտրել, որ իրար հետ նայենք այս թեմայի հետ կապված։ Էլի մի 5-ից 10 րոպե մտածեք։ Լիլին ասում է ան 650 մետր է։ Նամակով։ Լիլի կասես ոնց է ստացել։ Դե, եթե ուշադրություն դարձնենք, արագությունը գրված է կիլոմետր/ժամ։ Դե բնականաբար ինքն էլ րոպեով է գնացել, այսինքն կիլոմետր/ժամը պետք է դարձնենք մետր/րոպե։ 1 կիլոմետր/ժամը հավասար է 1060-երորդ, որն էլ հավասար է 6-րդ, 50-երորդ։ Դե մենք էլ տեսնում ենք, որ առաջին, եթե ան ասենք, առաջին 2 րոպեում նա անցնում է 45, եթե րոպեով չասենք, անցնում է 45 կիլոմետր/ժամ արագությամբ։ Դա կդարձնենք մետր/րոպե ըստ ինձ։ Բայց առաջին րոպեին 40 է, ոչ թե 45։ Առաջին 2 րոպեին։ Չէ։ Նա այստեղ նշած է իր արագությունը, ոչ թե անցած ճանապարհը։ Մի րոպե անց արագությունը եղել է 40 կիլոմետր/ժամ։ Հետո 2 րոպե անց ինքը արագությունը մի քիչ մեծացրել, դարձել է 45։ Ոչ թե 2 րոպե հետո իր հեռավորությունը եղել է իր անցած ճանապարհը եղել է 45 կիլոմետր, այլ արագությունն է եղել։ Այդ դեպքում արագությունը իրա պետքա չդարձնենք, Ինչ պետք պիտի է դարձնենք։ կիլոմետր/ժամը դարձնենք 1 մետր/րոպե։ Դե 45 կիլոմետր/ժամ։ Այսինքն բազմապատկենք 50-երորդ։ Ըհը։ Կստացվի 650։ Ասի։ Ես ճիշտ ես հաշվը հաստատ։ 3000 1000-ը բաժանած 36։ Երբաչական ավելի հեշտ չի լինի, ուղղակի դրանք 40 կիլոմետր/ժամը բազմապատկել 1.60-րդ ժամը։ Ավելի պարզ չի 1.60-րդը։ Լիլի ինչ ես կարծում, այդ ավելի պարզ է, թե չէ։ Թե ես իմ տարբերակով եմ գրել, եթե ձեզ ավելի տենց է պարզ, ուրեմն տենց է տարբերակով գրեք։ Իսկ դու ինչ իսկ համաձայն ես, որ սենց գրենք ավելի պարզ է։ Հա, գրեք։ Կամ ոնց որ բոլոր այս թվերը պիտի բազմապատկենք 50-երորդով, կամ այս բանը ոչ թե մի րոպե նայենք, այլ 1.60 ժամ, ոնց որ ավելի ձեռնտու է, որ երկրորդ տարբերակով անենք, չնայած երկուսն էլ ճիշտ կլինի։ 40, եկեք սենց համարենք, 40 առաջին րոպեին եղել է 40 կիլոմետր/ժամ իր արագությունը։ Երկրորդ րոպեին 45, երրորդ մի րոպե։ Լավ, Երբաչական, ես այս երկու հարցերին պատասխանել եմ, կարամ ներկայացնել ուտումս։ արի, թող մի հատ Լիլին ոնց որ Լիլին թող այի իր լուծումը ասի, հետո դուք հոնը կասես, որ համ Լիլիին լսենք, համ քեզ։ Լիլի, Ես դե սկզբից էլ ասացի, որ դարձնենք հենց այդ 40 կիլոմետր/ժամը մետր/րոպե։ Դե այս 1 կիլոմետր/ժամն էլ հավասար է 1000-ը հարաբերած 60-ի, որտեղ 1 կիլոմետրը 1000 մետրն է։ Ու ճիշտ եմ էլի էդի լուծել 50 մետր/րոպե։ Այսինքն 45 անգամ 50-երորդ։ մի հատ 40 անգամ, հետո մի հատ 45 Հա, անգամ։ մի հատ 40 անգամ, իսկ 45 անգամ 50-երորդը կստացվի 650։ Ստացվում է, որ առաջին, այսինքն
Ստեղ մի րոպեում, առաջին րոպեին նա անցել է 2000-րդ մետր, եթե այդ ձևով հաշվենք, իսկ երկրորդ րոպեին արդեն 650 մետր։ Առաջին րոպեին կանցնի 2000-րդ, իսկ երկրորդին 650 մետր, այսինքն կգումարենք իրար։ Այո, Հավասարա, լավ, հաշվենք, 2000-րդ, 2000-ին գումարած, ստեղ կարող է 750-ը լինի, ինչը։ 45 անգամ 50-րդը ոնց որ 750-ը, Հա։ տեղել կլինի 2250, հասարա 4250-րդ մետր։ Այք դու էլ ես սենց ստացա։ Շատ ավելի պարզ է սվասի եմ ստացել, սենց ինչ որ տարօրինակ չեմ ստացել։ Ես ուղղակի վերցրել եմ, դե 41-րդը արել եմ անգամ 1/60-րդ, ստացել եմ 2/3 կիլոմետր, հետո նույն արել եմ 45-ի հետ, ստացել եմ 3/4 և հետո իրար եմ գումարել 2/3 ու 3/4, ստացել եմ 17-12-րդ կիլոմետր։ Որեսի սարքենք մետր, կստանանք Լիլիի պատասխանը։ Հիմա եկեք բնել այս տվյալների հիման վրա գտնենք միջին արագությունը։ Այսինքն դուրս գրենք այս տվյալները ու հաշվենք այդ տվյալների միջին թվաբանականը։ Եկեք միասին անենք։ Այս առաջին երկուսը 40 քառ 5 են, հետո էսի 55 համարենք։ Այս մեկը 65, սրանք 70, հետո 60, մի հատ, կամ ավել լավ է, եկեք բան անենք, ամեն սյան վրա իր թիվը գրենք, որ ամել իմանանք, թե որ թվերը քանի հատ են։ 40, 45, 55, 65, 70, 70, 60, 50, 35, 40։ Սրանց միջինը հաշվելու համար պիտի գումարենք ու բաժանենք 10-ի։ Այսինքն 40 գումարած 45 գումարած 55 գումարած 65 գումարած 70 գումարած 70 գումարած 60 գումարած 50 գումարած 30 գումարած 40 բաժանած 10-ի, այս էլ ինչ-որ մեկը կա, որ հաշվել է արդեն։ 43 թե սխալ եմ հաշվում։ Որ հարցնում ես, ուրեմն ստուգենք։ Այս երկուսը իրար հետ 100, սա ու սա իրար հետ 100, սրանք էլ իրար հետ 100 կտան, մնաց 70, 70, 40 ու 50, այսինքն
4 գումարած 10, եկեք լավ սենց գրենք, այս հարուները առանձին կլինի 3 հատ 10, հետո գումարած 4, Ես 10-ը 53 ընդհանուր պատասխան։ գումարած 7, գումարած 5։ Այս սրանք որ իրար գումարենք, ստացվի 53։ Պարզեր։ Այո։ Ու վերջին հարցը, ինչ կարելի անել շարժումը սկսելուց 7.5 րոպե անց մեքենայի արագության մասին, Հայկ։ Ես վերցրել եմ ուղղակի գրաֆիկ եմ գծել եւ ըստ գրաֆիկի ստացել եմ, որ արագությունը եղել է 50 կմ/ժ։ Ահա, այս հարցին պատասխանելու համար գրաֆիկը ավելի բան է, լավ է։ Վերցնենք սենց մեր գրաֆիկը գցենք, այսինքն վերցնենք այս կետերը, ու նայենք 7.5 րոպե անց իրա արագությունը ոնց է ստացել 55։ Միացրել եմ այս կիլոմետր/ժամ սենյակի հետ, կամ էլ ուղղակի 3-րդ րոպեի։ Որ գծենք, կտեսնենք, որ հենց 55 կմ/ժ։ Պարզեր ես գն։ Ու մեկ էլ բան, ոնց որ մի հատ նորից ասեմ, որ այս անուբն, որ արել ենք, իրանք մոտավոր պատասխաններ են էլի, որտև իրականում մենք համարել ենք, որ ամբողջ երկրորդ րոպեի ընթացքում արագությունը 45 է, բայց իրականում 40-ից աճելով դարձել է 45։ Տենց դրա համար եմ ասում, էլի, որ ուղղակի։ Հիմա եկեք հաջորդ խնդիրը լուծենք։ Եվա անլուծել ես։ Դեդեց հստակ չեմ կարող ասել։ Լավ, արի քննարկենք։ Հարց կարդամ։ Կարդա։ Որքան է եղել Երևանից Գյումրի գնալիս նրանց միջին արագությունը։ Միջին արագությունը այդ արագությունների գումարի բաժանած իրենց քանակի։ Իսկ արագությունները որոնք ես վերցրել 0, 20, 40, 60, 80, 100, 120, իսկ օրինակ այս պահի արագությունը 90։ այս քանակն է փոխվում, չէ։ Ահա։ Իրական ոնց որ եթե սենց ուզենանք բոլոր արագությունները վերցնենք ու բաժանենք քանակի վրա չենք կարողանա այս դեպքում, որովհետև արագությունները 0-ից 20 անընդհատ փոխվում է, հեռավորությունը 0-ից 20 անընդհատ մի րոպե, լավ, երբ որ ունենք ինչ-որ արագություններ, կամ ինչ-որ օրինակ ունենք 20 մետր րոպե, 30 մետր րոպե,
40 մետր րոպե։ Այս 3 հատ թվերի միջին թվաբանականը կլինի 30 մետր րոպե, չէ՞։ Եվա։ Ահա։ Միջին թվաբանականը ու այդ ինչը որ այն մնացած թվերի չափման միավորը չի փոխում։ Հիմա մենք ունենք այս թվերը մեր մոտ ոչ թե արագություններ են, այլ հեռավորություն։ Հիմա դու վերցրել ես հեռավորությունների միջին թվաբանականը ու պնդում ես, որ դա միջին արագությունն է։ Ոչ էլ կարանք ասենք, որ այս պահին իր արագությունը եղել է այսքան, որտեվ իրականում տենց չի։ Ով։ Լավ, եկեք մի հատ հասկանանք միջին արագությունը որն է։ Վստահ չեմ, որ մինչև այս դպրոցում անցել եք, դրա համար մինչև այս հարցրեցի, բայց ամեն դեպքում մի հատ հասկանանք։ Օրինակ, եկեք լավ այս նախորդ օրինակի վրա, օրինակներից մեկի, օրինակ եկեք վերցնենք այս մակարը, որ գնացել է խանութ, այսքան 3 սյունակը վերցնենք, իրա միջին արագությունները եղել է, եկեք ստեղ առանձին գրեմ, եղել է 80, 80 և 110, սրանց միջինը կլինի 80 գումարած 80 գումարած 110 բաժանած 3-ի, այսինքն կլինի 90 մետր րոպե, ճիշտ է։ Գերբաչական, բա մակարը 105 չի անցել 3-րդ րոպեն։ Չէ, 110 է, ճիշտ է, հիմա ամեն ինչ, այ, Հա։ Հիմա, եկեք, հիմա սենց հարց, մակարը ինչ արագությամբ պիտի շարժվի, ինչ հաստատուն արագությամբ պիտի շարժվի, որ էլի 3 րոպեում անցնի նույն ճանապարհը, Եվա։ Եթե հարցը պարզ չի, ասա։ Արեգ, դու կասես։ Այո, միջին արագություններ ուզում, չէ՞։ Չէ, մենք միջին արագությունը հələ չունենք։ Մենք այս կոնկրետ հարցի պատասխանը նկատի ունեմ, ոչ թե նախորդ։ Ինչ է միջին արագությունը։ Չէ, ինչ արագությամբ պիտի մակարը գնա, որ 3 րոպեում անցնի նույն ճանապարհը։ Հա, այս որը գնա, այսինքն որ 270 մետր անցնի 3 րոպեում։ 270-ը կբաժանենք 3-ի։ 270-ը կբաժանենք 3-ի, կլինի էլի 90, չէ՞։ Այո։ Հիմա այս 90-ները, որ նույնն է ստացվել, այդ պատահական է, թե ինչ-որ օրինաչափություն է։ Պատահական չի։ Ինչի՞։ Որովհետև որ ուրիշ բաներով էլ փորձեինք տարբերակներով, կտեսնենք, որ նույն բանն է լինում, այսինքն այդ երկուսը նույն բանն է ստացվում։ Ու համել այնտեղ ինքը տարբեր արագություններով է անցել նույն հեռավորությունը։ Հա, կարևորը այն է, որ այս համարիչում, որ ինչ-որ 3 թվերի գումար է, ինքը մեր ամբողջ ճանապարհն է, 270-ը։ Ու եթե ուզում ենք այդ նույն ճանապարհը անցնի հաստատուն արագությամբ 3 րոպեում, պիտի
այդ ամբողջ ճանապարհը բաժանենք 3-ի։ Ու արդյունքում ոնց որ հաշվենք այդ արագությունների միջին թվաբանականը։ Չէ՞։ Որտեվ 80 գումարած 80 գումարած 110-ը հավասար է 90 գումարած 90 գումարած 90, չէ՞։ Հա, Միջինը հենց այդ է։ Ինչով փոխարինես քո բոլոր թվերը, որ գումարը նույնը լինի։ Նույնձև միջին արագությունն է։ Ինչ արագությամբ փոխարինես քո բոլոր արագությունները, որ արդյունքում նույն ժամանակում նույն ճանապարհ անցնես։ Ու այս սրանից օգտվելով կարանք A-ին պատասխանենք։ Պարզեր միջին արագությունը, բոլորդ կարաք ձայնով պատասխանեք, մեկը 5 հոգի եք ընդամենը։ Հա, պարզ։ Այստեղ նաև բախտը բերել է, որ այս գծած հավասարաչափը չկա, որ մի քիչ ներքև հավասարաչափ գնում։ Որ հենց 120-ի վրա է, հեռավոր։ Դա մեկ, իսկ երկրորդը, որ ամեն ժամը ուղիղ 40 կիլոմետր ավելացնում, ոչ թե մի ժամը 20 կիլոմետր, Միջին արագությունը հաշվելուց այդ էական չի իրականում, բայց դե ավելի հեշտ է տեսնել։ իսկ Եվա, Հակոբ, Լիլի, ձեզ պարզ էր, Հա, հաստատ։ Հակոբ, կասես ան։ ան որքան է եղել Երևանից Գյումրի գնալիս նրանց միջին արագությունը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ նրանք գնացել են ժամը 11-ից մինչև ժամը 2-ը, այսինքն 3 ժամ ճանապարհն է եղել։ Եվ անցել են 120 կիլոմետր ճանապարհ։ Ճիշտ է։ Այսինքն նրանց միջին արագությունը կլինի չի հաշվել։ Բայց այդքանը իսկ ինչ գործողություն ես անում, ասա իրար հետ հաշվենք։ Մենք նայ ստացանք, որ հեռավորությունը սկզբում 0 էր, դարձավ 120, ու այդ ամեն ինչը եղավ 3 ժամ։ Չգիտենք ոնց եղավ, որ պահին արագությունը ինչքան էր, բայց գիտենք, որ 3 ժամում անցավ 120 կիլոմետր։ Չէ՞։ Հիմա ուրեմն միջին արագությունը ինչ կլինի։ Այսինքն ոնց որ բոլոր պահերի արագությունները, որ հավասարացնենք, ինչքանի պիտի հավասարացնենք, որ էլի 3 ժամ անցնի 120 կիլոմետր։ Լավ, օրինակ, 40 հա, պիտի 40 լինի։ Միջին արագությունը հենց իմաստը այդ է, որ ինչ հաստատուն արագությամբ պիտի շարժվես, որ նույն ժամանակում նույն ճանապարհ անցնես։ Հա, Այսինքն կլինի 140 բաժանած 3-ի, որ 120 բաժանել։ 40 կիլոմետր ժամ։ Հիմա բան, որը ավելի հեշտ է։ Քանի ժամ են մնացել Գյումրիում։ Լավ, Հակոբ, դու ասա, իր ինչի արձագանք։ Եթե նայեն գրաֆիկին, նրանք Գյումրիում եղել են ժամը 2-ից մինչև ժամը 5-ը, այսինքն 3 ժամ։ Գն հեռավորությունը ինչքան է, Հակոբ։ 120 կիլոմետր։ 120 կիլոմետր։ Իսկ դն Գն
Ոնց որ թե լինում է Առանձին հա, նկատի եթե ինի 49-ի կլինի 50, Այդ գնալը հաշվեցնում է 40։ հա, Հիմա պիտի ինչ անենք, տեսնենք քանի ժամ է ծախսել այդ ճանապարհի վրա հետ գալուց։ Քանի հետ ժամ։ գալուց 2 ժամ, 2 ժամ։ Իսկ քանի կիլոմետր անց է։ 120, Միջին արագությունը ինչ կլինի։ 60, 120 բաժանած 2 հավասար է 60 կմ/ժ։ Պարզեր։ Հմ։ Եվ այս քեզ հաստատ։ Հաստատ։ Լավ։ Դե ուրեմն եկեք այսօր ավարտենք